Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ վերջերս Իրանում տեղի ունեցած անկարգությունները կազմակերպել են Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Ըստ իսլամական պետության հոգևոր առաջնորդի նրանք գործի էին դրել իրենց ամբողջ ներուժը, սակայն ձախողեցին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կարգադրել է միջուկային բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։ Ըստ իրանական լրատվամիջոցների, երկու երկրների միջև առաջիկա օրերին բանակցություններ սկսելու հնարավորության մասին պնդումները հաստատել են Իրանի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Թեհրանում գտնվող Եվրամիության բոլոր դեսպանները կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ Եվրամիության կողմից իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելունի պատասխան եվրոպացի դեսպաններին ԱԳՆ կանչել է նվազագույն քայլն է եւ որ այդ ուղղությամբ միջոցառումներ կձեռնարկվեն։ Ստամբուլում Միացյալ Նահանգների հյուպատոսության առջև ցուցարարներն այրել են Թրամփի եւ Նեթանյահուի նկարներով պաստառները։ Եռակողմ բանակցությունների նոր փուլին ընթառաջ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ուկրաինացի պատվիրակների հետ։ Նրա խոսքով ռուսական եւ ամերիկյան կողմերի հետ հանդիպումներ են սպասվում չորեքշաբթի եւ հինգշաբթի։ Վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանը հարձակվել է առնվազն 19 երկրի վրա, հայտարարել է Կայա Կալասը։ Այս երկրներից ոչ մեկը երբեք չի հարձակվել Ռուսաստանի վրա։ Մենք պետք է Ռուսաստանից զիջումներ ստանանք նրանց ռազմական բյուջեի, բանակի կամ միջուկային զենքի սահմանափակումների վերաբերյալ, ասել է ԵՄ գլխավոր դիվանագետը։ Շաբաթ օրը կայացած ընթրիքի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կատակով հայտարարել է Կանադայի, Գրենլանդիայի եւ Վենեսուելայի անեքսիայի մասին։ Մենք չենք պատրաստվում ներխուժել Գրենլանդիա, մենք պատրաստվում ենք գնել այն։ Ես երբեք մտադիր չեմ եղել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդ նահանգը, Գրենլանդիան կլինի 52-րդ նահանգը, Վենեսուելան կարող է լինել 53-րդը, ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Եգիպտոսում 15 մետր խորությամբ սողանքի հետևանքով 2 խանութ անցել է գետնի տակ, միջադեպի հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Փլուզումը տեղի ունեցել մոտակայքում շինարարական աշխատանքների հետևանքով։ Չեխիայում տասնյակ հազարավոր մարդիկ հանրահավաք են կազմակերպել հաջակցություն երկրի նախագահ Պետր Պավելի ցույցերի հիմքում Ֆիլիպ Տուրեկին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ երկրի նախագահի եւ արտգործնախարարի միջև սուր հակասությունն է։ Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր Ավակ Որթին երեքշաբթի դատարանի առաջ կկանգնի մի շարք մեղադրանքներով, այդ թվում բռնաբարության գործով։ Մարիուս Բորգ Հոյբիին մեղադրանքի առաջադրվել օգոստոսին երկարատև հետաքննությունից հետո։ Մեղադրական եզրակացությունը ներառում է 38 կետ, որոնց թվում են բռնաբարությունը, նախկին զուգընկերուհու նկատմամբ բռնությունը, մեկ այլ զուգընկերուհու նկատմամբ բռնության դրսևորումները եւ 3.5 կիլոգրամ մարիխուանա տեղափոխելը։ Այլ մեղադրանքների թվում են մահվան սպառնալիքներ հնչեցնելը եւ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։